Բարի երեկո, Ազատության եթերում լրատվական թողարկումն է, այսօրվա թեմաներն են։ Դատավարության 5-րդ օրը սահմանադրական դատարանն անցավ տրմփակ նիստի։ Սամվել Կարապետյանը դատարանի որոշումից հետո կխոսի պայքարի երկրորդ սցենարի մասին։ Ընդդիմադիր Սամվել Կարապետյանը պայքարելու է Փաշինյանին հեռացնելու համար։ Ըստ իրանական աղբյուրների Փաշինյանը մասնակցելու է Ալի Խամենեիի հուղարկավորությանը։ Ռուսաստանում ավելի է սրվում բենզինի ճգնաժամը, լցակայանների մոտ երկար հերթեր են։ Սահմանադրական դատարանում ընտրությունների գործի քննության 5-րդ օրն է, քաղաքական 7 ուժ է դիմել բարձրատյան ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու պահանջով։ Ընդ որում վճիռը մի քանի հնարավոր ելք կարող է ունենալ երկրորդ փուլի նշանակումից մինչև մանդատների վերաբաշխում կամ արդյունքների առհասարակ չեղարկում։ Սկսած 1996-ի վիճահարույց ընտրություններից Սահմանադրական դատարանը երբեք չի բավարարել ընդդիմության բողոքը։ Ընտրությունների արդյունքների վիճարկման քննության մի մասն այսօր բարձր դատարանում դռնփակ անցավ առանց տեսախցիկների ու հեռախոսների։ Փակ ռեժիմով քննության առարկան գաղտնի փաստաթղթերն էին, որոնց շարքում են ինչպես քարոզարշավի ժամանակ ընդդիմադիրների դեմ հարուցված քրեական վարույթները, այնպես էլ այսպես կոչված գաղտնի ցուցակի հետ կապված հարցերը։ Ընդմիջմանը Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած Հայաստան դաշինքի փաստաբանը նիստից մանրամասներ չհայտնեց, բայց նշեց իրենց բարձրացրած հարցը վերաբերում էր ընտրողների թվի տարբերությանը։ Մենք ի սկզբանե մեր դիմումով բարձրացրել ենք հարց, որ ստուգել ենք ստորագրված մատյանները, այն ինչ որ հրապարակել է ԿԸՀ-ն, եւ դա համադրել ենք իրենց հրապարակած արձանագրությունների վերջնական թվի հետ, թե քանի ընտրող է մասնակցել։ Հայտնաբերել են 27800 ստորագրության բացակայություն։ Հովհաննես Խուդոյանն ու գործընկերները ստուգել են ստորագրված մատյանները, դրանց թիվը համադրել կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած թվի հետ ու պարզել, որ շուրջ 27000 ստորագրություն բացակայում է։ ԿԸՀ-ն ի սկզբանե դրան պարզաբանել է, որտեղ կան նաև գաղտնի ցուցակով քվեարկողները, զինծառայողները եւ այլն։ Դա ընդունելի արգումենտ է։ Խուդոյանի խոսքով կենտրոնական ընտրական հանձնաժողովը պարզաբանել էր, որ գաղտնի ցուցակով են անցնում զինծառայողները եւ բանտերում պահվողները, եւ այդ տարբերությունը դրանով է պայմանավորված։ Օրենքով այս ցուցակները չեն հրապարակվում։ Հանձնաժողովի պարզաբանումներից հետո էլ են ստուգել ու թեև թիվը նվազել է, միևնույն է տարբերություն դեռ կա։ Ամեն դեպքում վերջնական արդյունքով էլ հանել ենք 4-5000-ի տարբերություն, որ որևէ բացատրություն չունի։ Ինչպես կարող էր ծագել այս տարբերությունը, չկան ստորագրություններ, բայց կան դրան համարժեք քվեաթերթիկներ։ Խուդոյանի խոսքով իրենք որոշակի կասկածներ ունեն։ Մենք հետեւյալ տրամաբանական շղթան ենք կառուցում։ Իրենք ասում են կա այսքան քվեաթերթիկ, այսքան ընտրող, բայց չկա այդքան ստորագրություն։ Հետևաբար այդքան ընտրող չի գնացել, բայց այդքան քվեաթերթիկ գոյություն ունի։ Քանի դեռ պարզաբանումներ ներկայացված չեն, թե ինչպես այդ թիվը ձևավորվում, մենք ընդունում ենք, որ այստեղ կարող է լինի լծում։ Կամ այնքան շատ վատ աշխատանք ԿԸՀ-ից, որ ընտրությունների արդյունքները հնարավոր չի վերահսկել։ Թե ինչ բացատրություններ է տվել կենտրոնական ընտրական հանձնաժողովը, այսօր չհաջողվեց պարզել։ Հունիսի 7-ին անցկացված քվեարկության արդյունքները բարձր դատարանում վիճարկող 7 ուժերից Հայաստան դաշինքի փաստաբանի խոսքով իշխող ուժի ներկայացուցիչներն անլրջացնում են արդեն 5 օր շարունակվող դատաքննությունը։ Նկատի ունի այն, որ իշխող ուժը չսպասելով Սահմանադրական դատարանի որոշմանը զբաղված է նոր խորհրդարանի նախագահի, փոխնախագահի թեկնածուների ընտրությամբ։ Կամ տարբերակ մեկ թքած ունեն, թե ինչա կատարվում բարձր դատարանում, կամ որոշակի երաշխիքներ ունեն, որ բան չի փոխվելու։ Սահմանադրական դատարանում իշխող ուժին ներկայացնող Սուրեն Գրիգորյանը սակայն հակադարձում է։ Վստահ են, որ իրենք կհաղթեն նաև բարձր դատարանում։ Եվ այդ պայմաններում, քանի որ ընտրությունները լեգիտիմ են, լեգալ են, եւ արգումենտներն էլ լսում ենք եւ մեր Սահմանադրական դատարանի անաչառությանը վստահ ենք, այդքանի շրջանակներում այո համոզված ենք, որ Սահմանադրական դատարանի կողմից ընտրությունները անվավեր չեն ճանաչվի։ Բարձր դատարանում անցած ուրբաթ սկսված դատավարության սկզբից էլ իշխող ուժի ներկայացուցիչները պնդում են, ընտրախախտումների հեղինակները ընդդիմադիրներն են։ Նախ մենք ի սկզբանե ծանոթ ենք ամբողջ գործընթացին, գիտենք, որ գործընթացը ունեցել է այո անհանգստացնող բավականին
մեծ թերություններ դրսևորված մասնավորապես ընտրակաշառքի բաժանման ընդդիմադիր ուժերի կողմից, ինչը ինչպես նշեցի ամեն դեպքում սույն դատարանում կարծում ենք չի հատել ընտրությունների վրա էական ազդեցության սահմանը։ Չնայած այս պնդմանը քաղաքացիական պայմանագիրը ընտրությունների արդյունքները չի վիճարկել դատարանում, Սահմանադրական դատարանում որպես երրորդ կողմ են ներգրավված։ ՔՊԻ մյուս ներկայացուցիչը Արդարադատության նախարարն այսօր դատարան դիմաց ընդդիմադիր առանցքային ուժերից առանձնացրեց մյուս երկուսին, պնդելով ԴՕԿ-ի ու հանուն հանրապետության փաստարկների հետ համաձայն են։ Օրինակ հանուն հանրապետության եւ դեմոկրատիա օրենք եւ կարգապահություն կուսակցության ներկայացուցիչներն ասում են, որ ընտրակաշառք է եղել, ծավալները բավականին մեծ են եղել, մենք միանշանակ այս փաստարկների հետ համաձայն ենք եւ միայն մի կետում իրենց հետ կարելի ասել համաձայն չենք, որ դրանք հանգեցրել են ընտրության արդյունքների անբավերության, այսինքն կարող էին հանգեցնել ընտրության արդյունքների անբավերության։ Գալյանն առաջին անգամը չէ պնդում, ընդդիմադիրների կողմից բաժանված ընտրակաշառքները չեն ազդել քվեարկության արդյունքների վրա, որ նոր ընտրություններ նշանակվեն։ ԴՕԿ կուսակցության դիմումում, սակայն, ընտրական արդյունքի վրա որպես ազդեցություն միայն ընտրակաշառքի մասին խոսք չկա։ Հենց առաջին նիստին կուսակցության ներկայացուցիչը թվարկել էր նաև այլ գործոններ՝ իշխանության կողմից չարաշահված վարչական ռեսուրս, իշխանության իրականացրած թաքնված նախընտրական քարոզչությունը, մինչ դրա սկսվելը, ընտրողների կամքի ձևավորման վրա սոցիալ-տնտեսական միջոցների ազդեցությունը պետական միջոցների հաշվին, քաղաքական նպատակներով իրավապահ համակարգի օգտագործում եւ հանրության շրջանում վախի, սպառնալիքի, ճնշումների գործադրում, կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից ընտրության գործընթացների նկատմամբ ոչ պատշաճ վերահսկողության իրականացում, քվեարկության անվավեր ճանաչված ընտրատեղամասեր եւ անճշտություններ։ Օրվա երկրորդ կեսին Սահմանադրական դատարանն անցավ դռնբաց քննության։ Կողմի հետաքրքրությամբ մենք բացում ենք անվավեր քվեարկությունների փաթեթը։ Այժմ բարձր դատարան ուսումնասիրում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացրած ծրարները, որոնց մեջ դրվում են քվեաթերթիկները։ Օրերս Բարգավաճ Հայաստան կուսակցության փաստաբան Արամ Օրբելյանն էր միջնորդել դատարանին, դրանք ենթարկել փորձաքննության թափանցիկությունը պարզելու համար։ Օրբելյանը պնդել էր, թե որոշ տեղամասերում ծրարներն այնքան թափանցիկ էին, որ անզեն աչքով հնարավոր էր տեսնել քվեարկողի ընտրությունը։ Միաժամանակ Սամվել Կարապետյանը նաև պայքարի այլ սցենարներ է քննարկում։ Նոր խորհրդարանում ընդդիմադիր ամենամեծ ուժի ղեկավարը քվեարկության արդյունքների հրապարակումից շատ չանցած հայտարարեց հնարավոր հանրահավաքի մասին, մյուս դերակատարներին առաջարկելով ուժերը միավորել։ Եթե Սահմանադրական դատարանի որոշումը էական փոփոխություն չարձանագրի, ինչ է անելու իշխանափոխություն խոստացող գործարարը։ Ընդդիմադիր Սամվել Կարապետյանը պայքարելու է Փաշինյանին հեռացնելու համար։ Ինչպես չունեք ճանապարհային քարտեզ։ Բայց դուք ինչ գիտեք չունենք։ Հրապարակում, որ իմանա հանրը։ Պետք է հրապարակել։ Բայց եթե չեք հրապարակում, բա ինչպես պետք է իմանան մարդիկ։ Պարոն Կարապետյան, ո՞րն է ներկայացնեք։ Օրը կգա, մարդիկ կիմանան։ Իսկ եթե այդ օրը Պայքարի, դե հիմա խոմձես չենք ասել օրը։ Միլիարդատեր գործարար Սամվել Կարապետյանը թեև խոստանում է, բայց կոնկրետ ճանապարհային քարտեզ ու ժամկետ չի ներկայացնում, թե ինչպես եւ ինչ ժամկետում է մտադիր իշխանությունից հեռացնել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Դուք այդ իշխանափոխությունը ինչ ժամկետում եք պատկերացնում, 1 ամսում, 2 տարում, 3 տարում, թե 5 տարի հետո, ինչ ժամկետներ եք պատկերացնում։ Դուք ինչ ժամկետում եք ուզում, օրինակ ձեր ցանկությունը ո՞րն է։ Ցանկություններ չունեմ, դուք ես ուզում եմ հասկանալ ձեր մոտեցումը։ Ես իմ ժամկետները ունեմ։ Դրանք որքան մոտավորապես ինչ ժամկետներ։ Իհարկե չեմ ասի, դա բոլորդ կտեսնեք։ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու իր գաղտնի պլանի մասին Սամվել Կարապետյանը խոստանում է խոսել, երբ Սահմանադրական դատարանը ընտրությունների արդյունքները վիճարկելու իրենց դիմումի վերաբերյալ որոշում կայացնի։ Բարձրագույն դատարանն արդեն 5-րդ օրն է քննում է 7 ընդդիմադիր ուժերի դիմումները։ Ուժեղ Հայաստանը պնդում է, թե իշխող ՔՊ-ն կեղծիքներով է ընտրվել եւ պահանջում է Սահմանադրական դատարանից անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները կամ երկրորդ փուլ նշանակել։ Սահմանադրական դատարանը ես վստահ եմ հնարավորություն ունի երկրորդ փուլ նշանակի։ Դրա համար մենք այդ հնարավորությանը սպասում ենք։ Սամվել Կարապետյանը դեռևս հունիսի 17-ին էր հայտարարել Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու օրակարգով ընդդիմադիր ուժերին համախմբելու գործընթացի մասին։ Միլիարդատեր գործարարը, որ նախընտրական շրջանում դաշինք էր կազմել հանրությանն անհայտ երկու ուժերի հետ, ընտրություններից հետո ընդունել էր, որ սխալվել են։
Առայժմ սակայն միայն Հայաստան դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանն է հրապարակավ ողջունել Սամվել Կարապետյանի առաջարկը։ ԲՀԿ-ից փոխանցել էին, թե սպասում են Կարապետյանի իշխանափոխության ճանապարհային քարտեզին եւ լիդերների հավաքին։ Ուժեղ Հայաստանի առաջնորդը սակայն այսօր պնդեց, այլ ուժերել են արձագանքել իր առաջարկին, թեև այդպես էլ անուններ չտվեց։ Դուք ճիշտ չեք, որ մենակ Ռոբերտ Քոչարյանն է ողջունել, շատերը արձագանքել են, նույնիսկ Փաշինյանն արձագանքել, որ միանում է։ Մարդը կոչ է անում, որ դուրս գան իր դեմ, դուք այդպիսի բան տեսել եք պատմության մեջ։ Մարդ ազգային ժողովի ամբիոնից կոչ է անում, որ ինձ վռնդեք։ Ընդդիմադիրներն էր բայց ձեր կոչը ուղղված։ Ընդդիմադիրներից ով է արձագանքել ձեր կոչի։ Դուք դա տեսնեք, երբ առաջի հավաքը կլինի։ Խորհրդարանում 29 տեղ ստացած ուժեղ Հայաստանի առաջնորդը մանդատներ վերցնել չվերցնելու հարցում դեռ որոշում չի կայացրել, ասաց, թե մինչև հուլիսի վերջ ժամանակ ունեն։ Օրերս ուժեղ Հայաստանը իր ընտրողների հետ հավաք էր կազմակերպել, պարզելու, թե ինչ մտադրություն ունեն իրենց համակիրները մանդատների հետ կապված։ Դաշինքի առաջնորդը նշեց, որ թեև մեծամասնությունը կողմ է մանդատները վերցնելուն, բայց վերջնական որոշումը ինքն է կայացնելու։ 40%-ը դեռ էմոցիաների տակ են, դրանցից ինչ-որ մարդիկ դեռ պրովոկացիաներ են անում, ասում է մի վերցրեք։ ցանկանում են չվերցնենք։ 60%-ը արդեն սկզբում դա հակառակն էր։ Հիմա արդեն սենց է։ Վերցրեք մեծամասնությունը մի խոսք։ Չէ, Ժորժ ջան, իրենց լսելու ենք, բայց որոշումը մենք կայացնելու ենք։ Ուժեղ Հայաստանի առաջնորդը, որ դեռ չի բացում փակագծերը, թե ինչպես է հասնելու իշխանափոխության, այսօր պնդեց, որ նույնիսկ եթե իրենք ոչ մի քայլ չձեռնարկեն, Նիկոլ Փաշինյանն ինքն իրեն հեռացնելու է։ Ու մինչ Սամվել Կարապետյանը իշխանափոխությունից է խոսում, 64 ձայն ստացած Փաշինյանի ուժը նորընտիր խորհրդարանի ղեկավար կազմն է ձևավորում։ Ավելին վարչապետն ինքն է մեղադրում ընդդիմադիրներին համատարած կաշառքով խորհրդարան անցնելու համար, իսկ լեգիտիմությունը կասկածի տակ դնողներին էլ կոչ է անում դուրս գալ փողոց։ Ձեր հետևորդների ձայնը կեսվել դուք տանը վերընկած եք։ Քաբաբ եք ուտում։ Ում ձայնն է կեղծված, ասում եմ դուրս եկեք հրապարակներ, ում ձայնը կեղծված է։ Դուրս եկեք հրապարակներ։ Փողոցային պայքարով իշխանափոխության հասնելու մասին միլիարդատեր գործարարն առայժմ զգուշորեն է խոսում, ասելով, որ եթե տեսնեն պահը հասունացել է եւ դրա անհրաժեշտությունը կա, նոր կգնան այդ քայլին։ Դրա համար մենք գնում ենք օրենքով, գնացել ենք սահմանադրական դատարան։ Հիմա տեսնենք սահմանադրական դատարանի որոշումը։ Դրանից հետո մեր հաջորդ քայլերը կպլանավորենք։ Սահմանադրական դատարանը մինչև հուլիսի 4-ը վերջնաժամկետ ունի։ Պետք է կամ բավարարի հունիսի 7-ի ընտրությունները անվավեր ճանաչելու ընդդիմադիրների պահանջը, կամ մերժի, ուժի մեջ թողնելով կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը։ Իրանական աղբյուրները հաղորդում են, որ վարչապետ Փաշինյանը մասնակցելու է Միացյալ Նահանգների եւ Իսրայելի օդային հարվածների հետևանքով զոհված Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի հուղարկավորությանը։ Իրանի նախկին ղեկավարի հոգեհանգստյան եւ հուղարկավորության արարողությունները մեկնարկելու են հուլիսի 4-ին, շարունակվելով մինչև հուլիսի 9։ Փաշինյանի մասնակցության մասին տեղեկությունը Երևանը դեռ չի մեկնաբանել։ Բաքուն հաղորդել է, թե հատուկ մեխանիզմ է ստեղծում, որի միջոցով Ադրբեջանի եւ Հայաստանի քաղաքացիները հնարավորություն կունենան առանց իրենց ինքնությունը բացահայտելու տեղեկատվություն տրամադրել Ղարաբաղյան պատերազմներում անհետ կորած անձանց, ինչպես նաեւ զանգվածային հուղարկավորության վայրերի վերաբերյալ։ Հայկական կողմը դեռ չի մեկնաբանել, արդյոք սա երկկողմանի որոշում է։ Ադրբեջանը հավաստիացնում է, որ անանուն տեղեկությունն օգտագործվելու է բացառապես մարդասիրական նպատակներով, իսկ դա հայտնած անձը պատասխանատվության չի ենթարկվելու։ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի Երևանյան այցին ընդառաջ վարչապետն այսօր ընդունել է Եվրամիության դեսպաններին, ըստ պաշտոնական հաղորդագրության ընդգծվել է դաշինքի պատրաստակամությունը շարունակելու սերտ համագործակցությունը Հայաստանի հետ ի նպաստ ժողովրդավարական արժեքների ամրապնդման, կայունության եւ զարգացման։ Ֆոն դեր Լայենը հուլիսի 2-ին է Երևան գալու նախատեսված է նաեւ այց Բաքու։ Լրատվական կենտրոնն է եթերում, օրվա լուրերն անընդհատ թարմացվում են Ազատության Տելեգրամի ալիքում, այժմ էլ հաղորդում են երկրորդ հատվածի թեմաները։ Ռուսական տնտեսական պատժամիջոցների հետևանքները զգում են արտահանողները։ Ռուսաստանում ավելի է սրվում բենզինի ճգնաժամը, լցակայանների մոտ երկար հերթեր են։
Ուժեղ Հայաստանի թեկնածու ընդդիմադիր գործիչ Էդգար Ղազարյանը պնդում է, որ քրոջը պետական բժշկական հաստատություններում երկարամյա աշխատանքից ազատել են միայն այն պատճառով, որ իր ընտանիքի անդամն է։ Նախարարությունը միշտեր հակադարձում է, թե Ղազարյանը երկար տարիներ անխնա քննադատում է իշխանություններին, եթե քաղաքական պատճառով քրոջն ազատելու լինեին, վաղուց կանեին։ Առողջապահության նախարարը դեղերի փորձագիտական կենտրոնի կրճատված փոխտնօրենին դատարանի դուռն է ցույց տալիս։ Տիկին Ղազարյանը այլ կարծիք ունի իր աշխատանքային իրավունքների մասով, մենք ապրում ենք իրավական պետությունում, կարող է գնալ դատարան, մենք էլ կվիճարկենք հակառակը։ Դատարանը կորոշի, թե իրավական առումով ով է ճիշտ, ով ճիշտ չէ կամ ինչ որ որոշի։ Կենտրոնի 30 տարվա աշխատակից իսկ վերջին 22 տարին կառույցի փոխտնօրեն Լիլիթ Ղազարյանն առանց Ավանեսյանի հուշման էլ ազատման լուրն ստանալուն պես որոշել էր, որ դատարան է դիմելու։ Ես կփորձեմ այլ աշխատանք գտնել ինձ համար։ Դատական հայցի ամբողջ իմաստը կայանում է զուտ արդարության բացահայտում։ Նախկին փոխտնօրենը վստահ է, իրեն գործից ազատելը նախարար Ավանեսյանի ցուցումներ, պատճառը քաղաքական է։ Եղբայրը Ուժեղ Հայաստան դաշինքի պատգամավորի թեկնածու Էդգար Ղազարյանն է։ Պնդում է, կենտրոնի տնօրենը կանչել ու հասկացրել է, որ իր ուզելով չէ, ստիպված է փոխտնօրենին դիմում պարտադրում։ Ասվել է, որ դուք պետք է հեռանաք։ Ես 57 տարեկան եմ, ես չեմ կարող բաներ ասել, որոնք որ ճշմարտությանը չեն համապատասխան։ Առողջապահության նախարարն անիմաստ մանիպուլյացիա է համարում այս ամենը։ Եթե Տիկին Ղազարյանի կամ որևէ մեկ այլ անձի քաղաքական հայացքների հետ կապված ես կադրային քաղաքականություն որոշեի, այդ որոշումը 5 տարի չէի հետաձգի եւ կիրականացնեի 5 տարի առաջ, 4 տարի առաջ, 3 տարի առաջ, 2 տարի առաջ, 1 տարի առաջ եւ այլն եւ այլն։ Ասում է, փորձագիտական կենտրոնում կառուցվածքային փոփոխություններ են եղել եւ դրանք շարունակվում են։ Փոխտնօրենի հաստիքի կրճատումն այդ ռեֆորմի շրջանակում է։ Լիլիթ Ղազարյանը հակադարձում է, ռեֆորմն ավարտվել է 2 տարի առաջ։ Այս հունվարին իրենց հաստիքացուցակը 2 փոխտնօրենով հաստատել է նախարարը։ Եթե իր հաստիքը պիտի կրճատվեր, ինչու էին ընտրության հենց հաջորդ օրը իրեն հորդորում դիմում գրել։ Չգիտեմ ինչի իրանք մտածում են, որ ես կենթարկվեմ հրահանգին եւ դիմում կգրեմ։ Նախարար Ավանեսյանը չի հերքում, որ իր ցուցումն է, հերքում է, որ որոշումը քաղաքական է, իսկ ինչ կասի փորձագիտական կենտրոնի տնօրենը։ Տիկին Ավանեսյանը մանրամասը բացատրեց։ Դեղ ներմուծող ու դեղատնային ընկերությունների ներկայացուցիչներից էինք լսել, որ Ղազարյանը փորձառու ու պրոֆեսիոնալ եզակի մասնագետ է։ Նախարարը նրանց առաջարկում է կրճատված փոխտնօրենին գործի ընդունել։ Կենտրոնի աշխատակիցներից մեկին հարցրինք, տնօրենի այս որոշումը ինչպես են ընդունել։ Նորմալ։ Ինչպես ղեկավարությունը կորոշի։ Երևանյան անցումներից անհետացել են զոհված զինծառայողների 2 գրաֆիտիներ։ Քաղաքապետարանը դա բացատրում է բարեկարգման աշխատանքներով, ծնողները սակայն միտում են տեսնում։ Նկարը այստեղ էր նկարած 21 թվականի փետրվար-մարտ ամիսներից սկսած նկարը այստեղ էր։ Այն ժամանակ ոչ մեկին չէր խանգարում։ 44-օրյա պատերազմում զոհված Հայկազ Մկրտչյանի դիմանկարը տնտեսագիտական համալսարանի անցումի այս պատին էր 2021 թվականից։ Մայրը օրեր առաջ անցնելիս նկատել է, որդու նկարը մաքրել են։ Ես անցնում էի այս հատվածով ու ինչպես միշտ սովորաբար երբ որ անցնում էի, շրջվում էի, ոնց որ մտովի բարևում էի Հայկին, այս անգամ էլ արագ այսպես անցնելուց շրջվեցի, որ բարևում, տեսնեմ չկա։ Հայկազ Մկրտչյանի դիմանկարը ջնջել է քաղաքային իշխանությունը։ Իրանք ուզում են ջնջեն ամեն ինչը, ինչ որ կապված է Արցախից, անգամ ամենաչերևացող թելերով, դա ուզում են վերացրած լինեն։ Քաղաքապետարանի լրատվական ծառայությունից ազատությանը պարզաբանեցին։ Անցումը բարեկարգելու շրջանակում են մաքրել պատերը ու նաև 44-օրյա քառօրյա պատերազմներում զոհված Հայկազի Ռոբերտ Աբաջյանի դիմանկարները։ Քաղաքապետարանի այդ մամուլի խոսնակի ասածներին բնականաբար չեմ հավատում, բարեկարգումը դրանից չեն սկսում։ Քաղաքապետարանի պարզաբանումը չի համոզում որդեկորիս մորը։ Փոշու, աղբի ու խցանումների քաոսի մեջ խեղդված քաղաքի գլխավոր հարցը անցումի պատերն էին, հարցնում է Աննա Մկրտչյանը։ Միտումնավոր են մաքրել, պնդում է նա։ Իրանց նպատակը, որպեսզի դա չերևա, ոչ ոք չտեսնի, չհիշի, չհետաքրքրվի, չհարցնի։ Իրանց նպատակը դա է, հիշողությունից հանելն է։ Արցախի ու արցախյան պայքարի մասին վարչապետ Փաշինյանի հայտարարություններին է հղումանում։ Փաշինյանը Արցախի հետ ջփակված է համարում։ Ղարաբաղյան շարժման մասին հայտարարությունները պատերազմի վտանգ։ Մենք որոշել ենք եւ չենք շարունակում որպես քաղաքական մեծամասնություն Ղարաբաղյան շարժումը։
Ջնջել են նաև քառօրյա պատերազմում զոհված Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի դիմանկարը, որ Երևանի պետական համալսարանի անցումի պատին էր։ Քաղաքապետարանից չեն ժխտում, որ կշարունակեն մաքրել պատերազմում ընկածների դիմանկարները, եթե բարեկարգման ծրագիրը հասնի այդ հատվածներին։ Այս անցումներում Արցախյան պատերազմում զոհվածների նկարներ էլի կան։ Քաղաքային իշխանության լվացող մեքենան այստեղ դեռ չի հասել։ Երևանի կենտրոնի այս շենքի որմնանկարն էլ դեռ պահպանվում է։ Եթե միտում չկա, ինչպես հավաստիացնում են քաղաքապետարանից ու պատերը մաքրելու հետևանքով են ջնջվում նկարները, ինչու նորից չեն նկարում։ Լրատվական ծառայությունից ասացին, ով ցանկանում է կարող է դիմել թույլտվության համար։ Ինչա արել էս պետությունը զոհված տղաների հիշատակը հարգելու համար, մինչև հիմա այս արդեն 6 տարի է լրանում շուտով։ Ինչա արել ոչ մի բան, ով ինչ արելա ծնողը իր երեխայի համար, արել են ընկերները իրենց ընկերոջ հիշողությունը վառ պահելու համար։ 44-օրյա պատերազմում զոհվածների ստույգ թիվն ու անունները մինչև հիմա չեն հրապարակել։ Դառնանում է որդուն կորցրած մայրը։ 19-ամյա Հայկ Ազմկրտչյանը պատերազմի թեժ օրերին Արցախի Սարուշենում է վիրավորվել անօդաչու թռչող սարքի հարվածից ու մահացել պատերազմի վերջին օրը, զորացրվելուց 100 օր առաջ։ Ռուսական նախընտրական պատժամիջոցները, որ չեն դադարում նաև ընտրություններից հետո, արդեն հետևանքներ են առաջացնում մթերման ամենաթեժ սեզոնին, տոննաներով ապրանքը չի մտնում ամենամեծ Ռուսաստանի շուկա։ Կառավարությունը սակայն դեռ պնդում է, որ հարցը կկարգավորվի, Մոսկվայի գործողություններն էլ գերադասում է անվանել սահմանափակում, բայց ոչ պատժամիջոց։ Պատժամիջոց չկա եւ չի կարող լինել, այլ թեմա կա, բնականաբար կքննարկեմ։ Ռուսական Ռոսելխոզնadzորն էլ է պնդում, թե հայկական արտադրանքի նկատմամբ սահմանափակումները քաղաքական չեն ու պատճառը միայն որակն է։ Բայց սրան զուգահեռ պաշտոնական Մոսկվան է ամեն անգամ Հայաստանից պահանջում արագ կողմնորոշվել Եվրամիության հետ համագործակցության եւ ԵԱՏՄ անդամակցության միջև։ Քաղաքական այս տեքստերը գյուղացուն հասանելի լեզվով է թարգմանում իր ծաղիկը տասնյակ տարիներ ռուսական շուկայում վաճառող արմավիրցի ջերմոցատեր Արտակ Թովմասյանը։ Կուլտուրական ոչ են ասում, սա մաքուր քաղաքական հաշվեհարդար է, կարծում է նա։ Եթե ես ծաղիկ ուղարկել եմ, ինձ օգուտ չի, բայց ասեմ, համոզված եմ, որ նույնիսկ բլոջ է եղել, Ռոսելխոզնadzորը աշկա փագե, ու ես տարիներով հանել եմ, հիմա չեն տանում, իհարկե քաղաքական է։ Վարչապետն ու էկոնոմիկայի նախարարը վստահեցնում էին, թե ընտրություններից հետո Ռուսաստանի հետ բոլոր խնդիրները կլուծվեն, բայց Մոսկվան ընտրություններից հետո շարունակեց սահմանափակումները, պտուղ բանջարեղենից, ծաղիկներից, հանքային ջրից ու ալկոհոլի որոշ տեսակներից հետո արգելելով նաև հայկական ձկնամթերքի ներմուծումը։ Ասում եք հունիսի 8-ի առավոտյան բոլոր խնդիրները կլուծվեն, ինչու չլուծվեցին։ Ես կարծում եմ, որ մեծ հաշվով լուծված են այդ խնդիրները եւ եթե նկատում եք, մենք որևէ կատաստրոֆիկ վիճակ չունենք եւ ի վերջո այս process-ի արդյունքում Հայաստանն ու Հայաստանի տնտեսությունը ավելի ուժեղացած են դուրս գալու։ Վարչապետ Փաշինյանը գործադիրի անցած նիստում արձագանքելով այս իրավիճակին ասել էր. ԵԱՏՄ-ն պետք է ասի, ինքը կա, թե չկա։ Երեկ արդեն լրագրողները Փաշինյանից հետաքրքրվեցին։ Օգոստոսին սպասվող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ընթացքում Ռուսաստանի վարչապետի հետ կխոսի արտահանման այս խնդիրներից։ Միջկառավարական խորհրդի նիստ է եւ վարչապետերն են մասնակցում, նախագահներ չեն մասնակցում։ Քննարկեք վարչապետի հետ այս պատժամիջոցների հարցը։ Պատժամիջոց բառը ճիշտ չի, պատժամիջոց չկա եւ չի կարող լինել, այլ թեմա կա, բնականաբար կքննարկեմ։ Այս ընթացքում կառավարությունն արտահանողներին աջակցելու համար մի շարք ծրագրեր է հաստատել, ինչպես նաև 34 միլիոն եվրոյի աջակցություն ստացել Եվրամիությունից ռուսական սահմանափակումների հետևանքները մեղմելու համար։ Բայց սուբսիդիաները միայն խոշոր արտահանողների ու արտադրողների հոգսն են թեթևացնում, նեղսրտում են մանր ու միջին արտադրողները։ Օրինակ Վանանդցի Արաբոն, որ Ծիրանի ու Կեռասի այգի ունի, ասում է, Ռուսաստան գնացող կեռասը մնացել է ծառերին։ Այս էլ սև գիլազն է, այսինքն հիմնական մայիսյանն է, չի կարող է։ Ու նայ ոնց է փչանում ինքը։ Սևնում թորմշում է, չրի նման է դառնում ծառի վրա։ Ինքը այս ծառը вообще հավաքաշ չի։ Ազատության հետ զրույցում արմավիրցի ջերմոցատերը, որն արդեն մտածում է իր ջերմոցը փակելու մասին, ասում է ռուսական շուկա չեն կարողանում տանել, տեղական շուկայում չեն վաճառվում այդ ծավալի ծաղիկները, ստիպված քաղում, այրում կամ թափում են, որովհետև եթե չքաղեն, հողի որակը կտուժի։ Դիմելով կառավարությանն ասում է, նոր ստանդարտից մինչև նոր շուկա, եթե չաջակցեք, փոքր բիզնեսը կմահանա։ Հիմա էս ինչ տենում եք, էսի արդեն բանկրոտ ջերմոց է։ Ես բանկրոտ եմ։ Պետք է մեկը լինի, որ ասի ով ինչ ունի, բերեք, խնդրեմ։
եղբայր, այս ապրանքը համապատասխանում է, որ Ռումինիա գնա, այս գնով համաձայն ես, այո, всё, իշքան բերես տերնենք։ Տար սրա վրա բլոջ կա, այս դեղը սրսկի, որ այդ բլոջը վերանա, մյուս անգամ տանեմ, ահն, արդեն համապատասխանում է ստանդարտին։ Ստանդարտը չգիտենք, բայց բառը գցել են վերաներ ու всё։ Իսկ կառավարությունը վնասների հստակ թիվ չի նշում։ Տնտեսական ակտիվության ցուցանիշը մայիսին 11% է եղել եւ հունվար մայիսը եղել է 8%-ից ավել։ Այսինքն չի ազդել է Դե գիտեք, ընդհանրապես տնտեսության վրա միշտ էլ ինչ որ ազդեցություններ կան։ Միջուղը ակտիվանում է, միջուղը պակասում է։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, որ նույնպես գոհ է տնտեսական աճից, նաև խնդիրներից է խոսում։ Օրինակ լոլիկի գինն ասած նվազել է, դա էլ դժվարություններ է ստեղծում արտադրողների համար։ Բայց ասած կառավարությունն աջակցում է վարկերի տոկոսների ու մայր գումարների հետաձգման միջոցով նվազեցնելու արտադրողների բեռը։ Ծաղիկի մասին խոսելիս ասաց, միայն այս ամսվա վերջին 2 օրերին 492,000 հատ ծաղիկ է արտահանվել, բայց գիտի, որ ջերմոցատերերի մի մասը ծաղիկը թափում կամ այրում են։ Ակնարկեց այս շաբաթ աջակցության նոր ծրագիր կլինի, նաև նրանց համար, որոնք մինչ այս պետական ծրագրերից չեն օգտվել։ Աջակցության չափը մեծացնում ենք, որպեսզի իրենք կարողանան ոչ թե թափեն, այլ արտահանում կարողանան իրականացնել։ Հիմա այդ ամբողջ անցումային շրջանում այո աջակցելու ենք, որպեսզի 10-ը դառնա 20, 20-ը 40։ Ֆերմեր Դավիթ Դավթյանն առանց պետական աջակցության ինքնուրույն է կազմակերպել արտահանումը դեպի Սինգապուր։ Նա այդ ուղղությամբ սկսել է աշխատել շուրջ 2 տարի առաջ։ Սյունիքում աճեցրած իր ծնեբեկը Սինգապուր ուղարկելուց հետո այսօր էլ 1000 կիլոգրամ ծիրան ուղարկեց։ Այս բարիքով մրցելու ենք Թուրքիայի հետ, ասել եմ արդեն։ Ուղին բացել է ծնեբեկը, երկրորդը ծիրանն է, հաջորդը ինձ թվում է դեղսն է լինելու։ Դավիթն ասում է, ինչպես ինքն է կարողացել մեկ ֆերմերի այգու ծիրանն արտահանել, այնպես էլ մյուս խոշոր ընկերությունները պետք է կարողանան նույնն անել։ Նրա համոզմամբ պետությունը պետք է դառնա կապող օղակ փոքր ու միջին արտադրողների եւ խոշոր բիզնեսի միջև, խրախուսելով համագործակցությունը, որ մեծ ընկերությունները գնեն տեղական արտադրանքն ու այն նոր շուկաներ վաճառքի հանեն։ Նա կարևորում է նաեւ գործարար-ֆերմեր կապը, որ սկզբում պետության աջակցությամբ պետք է ձևավորվի, հետո ժամանակի ընթացքում գործն ինքնուրույն առաջ կգնա, ինչպես ինքն է Սինգապուրում քայլ-քայլ առաջ գնում։ Սա խորհրդանշական պահ է ու ինձ թվում է սինգապուրցիները կհավանեն ծիրանի հայրենիքից եկած ծիրանը։ Արմավիրում ծաղիկ աճեցնող Արտակ Թովմասյանը հույս ունի, որ Պապոյանը կհանդիպի իրենց, որովհետև ինքնուրույն եվրոպական երկիր չի կարող տանել իր ծաղիկը։ Ոչ էլ բացատրել, որ դրանք շատ լավն են, եթե գնեն, չեն փոշմանի։ Մտնեմ, ասեմ bonjour monsieur ու ռուսերենը սպրծավ, ֆրանսերենը սպրծավ, ոնց բացատրեմ, որ ծաղիկ ունեմ, արդյոք կառնեք իմ հրաշալի ծաղիկը։ Կրեմլն այսօր հաստատել է, որ Ռուսաստանը բանակցում է բենզին ներկրելու հարցով, չմանրամասնելով թե որ երկրի հետ։ Reuters-ն էր նախորդին գրել, որ վառելիքի ճգնաժամը մեղմելու համար Մոսկվան դիտարկում է Ղազախստանից բենզին գնելու սցենարը։ Մի քանի օր է Մոսկվայում եւ այլ քաղաքներում մեծ հերթերեն լցակայանների մոտ վառելիքը վաճառվում է խիստ սահմանափակ։ Վառելիք ունենք։ Մենք հարուստ ենք։ Что происходит сейчас? Ինչ է կատարվում։ Մոսկվայում բենզին չկա։ Սա ինչ աղետ է, այլ կերպ հնարավոր չէ բնութագրել։ Отстояла я 2 часа. Ես 2 ժամ հերթում կանգնեցի, հետո միայն իմացա, որ Ռոսնեֆտի բենզալցակայանում վառելիքն ավարտվել է։ Բոլորս ուղղակի կանգնած սպասում ենք։ Просто мы все стоим. Люди стоят в огромных очередях. Մարդիկ հսկայական հերթերի մեջ են։ Սա արդեն 5-րդ բենզալցակայանն է, որտեղ կանգ ենք արել, որ փորձենք մեքենա լիցքավորել։ Թուրքիայի պաշտպանության նախարարը հայտարարել է, թե Միացյալ Նահանգները ՆԱՏՕ-ն լքելու մտադրություն չունի, սակայն Վաշինգտոնը ցանկանում է, որ եվրոպացի դաշնակիցներն ու Կանադան ավելի մեծ պատասխանատվություն ստանձնեն Եվրոպայի անվտանգության համար։ Թուրք պաշտոնյան շեշտել է, որ Անկարան եւս պետք է ներգրավված լինի այդ գործում։ Դոնալդ Թրամփը բազմիցս քննադատել է Հյուսիսատլանտյան դաշինքը, ըստ որոշ աղբյուրների Միացյալ Նահանգների նախագահն անգամ քննարկել է ՆԱՏՕ-ից դուրս գալը, երբ դաշնակիցները չեն աջակցել Իրանի դեմ ռազմական գործողությունները։
Հայաստան վերադառնանք մշակութային խոշոր իրադարձություններից մեկը մի քանի տարի է անցկացվում է մայրաքաղաքից հեռու Կապանում, որը դեռ թոթափում է հետպատերազմյան լարվածությունը։ Աշխարհի երաժշտական քարտեզի կենտրոնը մի քանի օրից կդառնա Սյունիքը։ Հայաստանի հարավում լեռների մեջ թաքնված Կապանը այս տարի արդեն 4-րդ անգամ 10 օրով կվերածվի միջազգային երաժշտական բեմի։ Քաղաքի առօրյային էլ կխառնվեն Բախի, Բրամսի, Կոմիտասի երաժշտությունն ու տանգոյի հնչյունները։ Այս տարի նույնպես լինելու են 45 արտիստ, եթե ոչ ավել, տրադիցիան չենք խախտում, հիմնականում կլասիկ համերներ եւ ջազ եւ ֆյուժն խառը բաներ ենք անելու, այս տարի մոդեռն երաժշտություն, Ֆրանսիայից երգչախումբ է գալիս 18 հոգանոց եւ համաշխարհային պրեմիերա լինելու Միշել Պետրոսյանի գրած երգ Փարաջանով խորագրով, այնուհետև ունենալու ենք ջազ Վրաստանից, մնացած համերների մեծ մասը կլասիկ։ Փառատոնի հիմնադիր ու գեղարվեստական ղեկավար Թավջութակահար Սևակ Ավանեսյանի համոզմունքն է, որ բարձրակարգ մշակույթը չպետք է կենտրոնացած լինի միայն մայրաքաղաքում, որ արտերկրից եկած երաժիշտներն ու հյուրերը պետք է ճանաչեն նաև երկրի մյուս գույներն ու շերտերը, Սյունիքի լեռները, բնությունը, պատմությունը ու իհարկե մարդկանց։ Կապանֆեստը երաժշտությունը բարիս բուն իմաստով բարձրացրել էր լեռներ։ 2 տարի առաջ էր, որ Խուստուփի լանջին հնչեց լեգենդար ջազմեն Տիգրան Համասյանի դաշնամուրը։ Դա փառատոնի հիմնական ծրագրից դուրս էր։ Հատուկ միջոցառում էր, որի ընթացքում էլ Համասյանի դաշնամուրը ամպերի միջով հասցվեց Խուստուփի լանջ ու լեռներում հնչեց։ Բելգիայում կրթություն ստացած միջազգային մրցույթներում հաղթած Սևակ Ավանեսյանը հավատում է հայկական երաժշտության ուժին։ Միշտ այդ հավատը նա աշխարհին ցույց էր տվել 2020-ին, երբ Արցախում հրթիռակոծված Ղազանչեցոցի ավերակներում նրա թավջութակից հնչեց Կոմիտասի կռունկը։ Մի քանի րոպե տևած այդ կատարումը ցավի ու հիշողության մասին մի ամբողջ պատմություն էր։ Եվ մենք փորձում ենք մշակույթով, երաժշտությունով եւ ամեն մեկս մեր օրինակով եւ մեր աշխատանքով ցույց տանք, որ այո, հայն արժանի է ունենալ Հայաստան։ Այդ երաժշտական խոստովանությունից հետո պատմությունը տեղափոխվեց փառատոնային իրականություն։ Ու Կապանը հիմա դառնում է մի վայր, որտեղ ոչ միայն 10 օր երաժշտական տոն է, այլ վայր, որտեղ խոր արմատներ է գցում երաժշտությունը։ Փառատոնի հենց մեկնարկից քաղաքի երգեհոնային դահլիճը Կապանֆեստի շնորհիվ համալրվեց նաև համաշխարհային մակարդակի Steinway & Sons համերգային ռոյալով։ Իսկ դաշնամուրը դա մի տեսակ թոնիրն է, որի շուրջը հավաքվում են երաժիշտները։ Ժամանակին ոնց էին թոնիրի շուրջը ընտանիքը հավաքվում, եւ դաշնամուրը եւ համերգասրահը այդ երևույթն է, որը որ ստեղծեց Կապանի փառատոնը։ Հաջորդ տարի մենք վերանորոգեցինք լեգենդար Ռիգեր Կլոս երգեհոնը, որը որ արդեն Մարինյան թատրոնից հասել էր Կապան եւ աշխարհի ամենահանճարեղ երգեհոնահարները այնտեղ նվագում էին եւ վերջի 30-40 տարին անտեսված էր։ Վերանորոգեցինք եւ 2 օր առաջ տեղի ունեցավ մեր հետ ընդհանրապես կապ չունեցող երգեհոնային համերգ։ Իսկ հուլիսյան արդեն ավանդական դարձած համերգային ծրագիրը համեմվում է վարպետության դասերով, աշխատարաններով, ցուցահանդեսներով։ Մշակույթն էր սերմ է, մի հատիկ, որտեղ ցանես ու խնամքով մշակես, այնտեղ էլ բերք կտա։ Ուսանողների քանակը, երեխաները, որոնք որ գնում են երաժշտական դպրոց, կրկնապատկվել, եռապատկվել է եւ Կապանի համայնքապետը ինձ կատակով ասեց, ասում է, բա հիմա ինչ անենք, այդքան դասատու չունենք, այդքան դպրոցներ չունենք, իսկ երեխաների կողմից ցանկությունը շատ մեծ է, սա շատ հաճելի եւ պոզիտիվ խնդրեմ է, որ պետքա լուծենք։ Այսպիսով Կապանը եւ երգեհոնային դահլիճը եւ Սյունիքը սարքում ենք երաժշտության մայրաքաղաք 10 օրով։ Հուլիսի 4-ից երաժշտական մայրաքաղաքի վերածվող Կապանը եվրոպացի եւ տեղացի հյուրերի համար անակնկալել է պատրաստել։ Սյունիք գնալիս ուսապարկում պետք է ընդամենը մի տեղ էլ պահել դիմակի համար։
Վիեննա Սամարը կարճ ժամանակով տեղափոխվում է Հայաստանի հարավ։ Վաղվանից Ազատությունը դադարեցնում է հեռարձակումը կաբելային հեռուստաալիքներով, իսկ լրատվական թողարկումն այսուհետև եթերում կլինի միայն ժամը 20-ին առցանց հարթակներում YouTube-ում և Facebook-ում։